Ողջույն հարգելի հետևորդներ, այսօր եգիպտացորեն ենք պատրաստելու շատ հետաքրքիր ձևով և ջեռոցում, արագ անցնում ենք գործի։ Մեզ անհրաժեշտ է մի քանի պարզ բաղադրիչ, վերցրել եմ այսպիսի լավ հատիկներով թարմ առողջ եգիպտացորեն 5 հատ, կարող եք վերցնել կամ կաթնայինը կամ այլ տարբերակը, որևէ էական նշանակություն չունի։ Վերցրել եմ բուսայուղի փոխարեն կլիներ էլ ավելի լավ, եթե վերցնեիք հալեցված կարագ, թողնում եմ ձեր հայեցողությանը, ինչպես նաև մեզ անհրաժեշտ է լինելու աղ և աղացած քաղցր պապրիկա, ոչ թե կարմիր պղպեղ, այլ պապրիկա բուլղարական։ Սա էլ այսպես, ինչպես նաև ջեռոցի համար նախատեսված տոպրակ, իր ամեն ինչով, այսպես առաջնահերթ ինչ ենք անում, խառնում ենք, բուսայուղին ավելացնում ենք աղը և պապրիկան, բաղադրատոմսը ավելի քան հստակ է, ավելի քան պարզ է, լավ խառնում ենք այս ամենը, այսպես, ահա, լավ խառնելուց հետո վերցնում ենք յուրաքանչյուր եգիպտացորենը և վրան քսում ենք այս սոուսից, այսպես ամբողջությամբ, չենք խնայում ոչ բուսայուղը, ոչ որևէ բան, այսպես հավեսով վերցնում ենք ու քսում ենք սոուսը եգիպտացորենի վրա, այսպես, ներքևից, վերևից, չենք խնայում, զգույշ ենք լինում, որ չկաթա այս կողմ այն կողմ, հետո ստիպված կլինենք մաքրել, թե չէ, այսպես, արեցինք այս գործողությունը, վերցնում ենք տոպրակը, զգուշորեն բացում ենք և տեղադրում ենք տոպրակի մեջ արդեն եգիպտացորենը, տանում ենք մինչև վերջ զգուշորեն, այսպես, վերջ, դրեցինք, նույն գործողությունը կատարում ենք մյուսի հետ։ Կարող եք ձեր նախընտրած համեմունքները նույնիսկ ավելացնել, ինչ կցանկանաք, դա ձեր հայեցողությանն է մնում, այստեղ որևէ ինչ-որ կարևոր պարտադիր բան չկա, կարևոր է, որ աղը լինի չափի մեջ, ինչպես իմ վլոգերից մեկում ես ներկայացրեցի վերջերս, որ աղը շատ էին լցրել, կարծում եմ տեսել եք շատերդ, եթե ոչ, կարող եք իհարկե դիտել, այսպես լավ քսում ենք, ահա, և կատարում նույն գործողություն։ Որից հետո հիմա փակում ենք, ամրացնում ենք այս մասը, փակում ենք հատուկ այսպիսի հարմարանքով, եթե չկա այսպիսի հարմարանք, կարող եք թելով փակել պարզապես, ահա, հիմա վերցնում ենք կամ մկրատ, կամ ասեղ, կամ որևէ այլ բան և մի քանի տեղից այսպես կտրվածքներ ենք անում, որպեսզի ավելորդ գոլոշին դուրս գա, այն մեզ անհրաժեշտ չի և տեղափոխում ենք այս ամենը հիմա ջեռոց, եփվելու 180-ից 200 աստիճանի ներքո 30 րոպե, կհանդիպենք 30 րոպե անց։ Այսպիսով անցավ 40-50 րոպեն, այս ոնց է փափկել եգիպտացորենը, չեք պատկերացնի, պարզապես հյուսի է վերածվել, այդ տենց փափուկ է, հիմա զգուշորեն կտրենք, ամբողջ խոհանոցով, ամբողջ տանով մեկ եգիպտացորենի հոտն է ընկել, գումարած այդ պապակած եգիպտացորենի, այդ երկուսը իրար հետ, հələ տեսեք ինչ է դառը, հարգելի ընկերներ, պարզապես խոսքեր չունեմ, դստեղ նայեք էլի, շատ փափուկ, չափից դուրս, նույնիսկ ավելի քիչ կարակ եփեք, այտենց, համի մասին էլ
չեմ է խոսում, այսպես բացում ենք, հրաշք, ահա, հենց հիմա կանցնենք տանեցիներով վայելելու, միայն ստեղ տեսեք, շատ փափուկ է, շատ, պարզապես չգիտեմ ոնց նկարագրեմ, պետք է պատրաստեք, հասկանաք, տեսնեք ինքներդ ու այս համը որ փորձեք, արդեն հաջորդ անգամ եգիպտացորենը չեք էլ էփի, մի անգամից կտեղափոխեք ջեռոց, միշտ այս եղանակով կպատրաստեք։ Այսքանն է ուզում ասեի, մինչ նոր հանդիպում, գնանք վայելելու, դուք էլ պատրաստեք, դուք էլ վայելեք, բարի ախորժակ։